Այս ամենից հետո ինչ անում է Փաշինյանը, հունիսի 7-ին նորից կստանա ժողովրդի տվեք։ Իմ մտածելով այդ տոկոսայնությունը ոնց որ իրենք են կարծում, որ այդքան տոկոս կարող են ապահովել, երևի թե չէ։ Չեն կարողանալու այդ տոկոսը ապահովել։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Գիտեք, մեր ժողովուրդը ես չհասկացա թմբիրից դուրս չի եկել, շարունակում է մնալ դրա մեջ թե չէ, բայց ունենք շատ մեծ ընտրազանգված, ում թե իրավական, թե առհասարակ կենսամակարդակը այն աստիճանի է, որ իրեն հաճո է լսել Փաշինյանի լեքսիկոնով, նրա այսպես կեղծ բարեպաշտ լինելու տեսակը ընդունող մենք ունենք մեծ զանգված։ Չգիտեմ, բայց դեռ ունենք ժամանակ եւ շատ կցանկանամ, որ մեր ժողովուրդը ավելի սթափ նայի, ավելի շատ վերլուծի այս հատկապես վերջին իրադարձությունները եւ գնա ճիշտ իր ընտրությունն անի, որովհետեւ սա հավանաբար մեր վերջին շանսն է մեր հայրենիքը պատվով պահելու, չգիտեմ, մեր հայրենիքը ուղղակի ունենալու։ Ինձ թվում է ինքը որոշակի ունի ընտրազանգված, որոնք կտան, բայց ամենօրյա իր ստեղծած քարոզարշավից ինձ թվում է, որ ինքը ավելի շատ վանում է իրան, հիմա էլի թեկուզ իր ընտրողներից, որտեղ իր վարքագիծը, իր արած այդ PR շոուները, դրանք ես կարծում եմ, որ ավելի շատ անդրջացնում է այդ կարգավիճակը։ Կստանա։ Մեր ազգը դավաճան ազգ է, դավաճան սիրող ազգ է, կստանա։ Կարծում եմ, որ մեր գիտակից հասարակությունը պետք է ճիշտ կողմնորոշվի իր ընտրության համար, որտեղ նորից շեշտեմ, հունիսի 7-ը պետք է դառնա մեր պատասխանատվության եւ արժանապատվության օրը։ Ակառակ դեպքում մենք տեսել ենք շատ այս խաղաղության կոչվածը, որը ես կարծում եմ շատ փխրուն է, որովհետեւ հիմնված է հիմնականում միակողմանի զիջումների հիման վրա եւ այդ զիջումները պարբերաբար ես կարծում եմ, որ նորից իրականանալու են։ Նաև մենք ունենք մեր մարզում խնդիր արևելյան հատվածում մոտավորապես 6500 հեկտար ադրբեջանցիների վերահսկողության տակ է այս պահին 2022 թվականից մինչ այսօր։ Եվ կարծում եմ, որ նման իրադարձությունները շարունակական են լինելու։ Դա ժողովրդից է կախված, հիմնականը ժողովրդից է կախված, իմ կարծիքով ոչ։ Այս թվում չէ, որովհետև հիմա Հայաստանի կարելի ասել 100%-ը ինձ թվում է չի ընտրվելու։ Անգամ ես ինքս եմ դեմ, որ ինքը չընտրվի։